1999 թվականի հոկտեմբերին, երբ ամբողջ երկիրը դեռ փորձում էր հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ազգային ժողովի դահլիճում, մի այցելու մուտք գործեց Մաշտոցի շրջանի խորհրդի շենք, ուշ երեկոյան, երբ պաշտոնական այցերի ժամը վաղուց անցել էր։ Պահակները չգրանցեցին այդ այցելությունը, ինչպես չեն գրանցում երբեք նրանց, ովքեր ունեն հատուկ թույլտվություն անտեսանելի մտնելու հտու համար։ Համարյա 1 ժամ տևեց այդ հանդիպումը, և ճարտարապետական սովետական պատերի ետևից լսվում էին բարձրացած ձայներ, բառեր, որոնք երբեք չհասան արձանագրություններին։ Երբ այցելուն դուրս եկավ, Մաշտոցի շրջանային խորհրդի առաջին փոխնախագահ Գալուստ Սահակյանը նստած էր իր գրասեղանի առջև այնպես, կարծես նոր լսել էր մի լուր, որը փոխում է ամեն ինչ։ Ո՞վ էր այդ մարդը։ Եվ ինչ էր այնքան կարևոր, որ 3 օր անց Սահակյանը սկսեց մի կարիերա, որը նրան կտանի դեպի իշխանության գագաթները, այն պահին, երբ ազգի իսկական առաջնորդները թողնում էին դահլիճի հատակին իրենց կյանքերը։ Գալուստ Գրիգորի Սահակյանի ծննդյան տարեթիվը 1948 թվականի ապրիլի 8-ը Երևան քաղաքում չի ասում ձեզ ոչինչ առանձնահատուկ, բայց այն, թե ինչպես այս ֆիլոլոգը, ով աշխատեց գործարանում սովետական վաղ տարիներին, դարձավ մարդը, որի ձեռքում էին խորհրդարանի լծակները ամենախավարագույն տարիներին, սա արդեն պատմություն է, որը պահանջում է ուշադրություն։ Նա ծնվել է սովետական համակարգի ամենաապահով տարիներին, երբ կարիերան կառուցվում էր ոչ թե արյունով կամ զենքով, այլ հավատարմությամբ և համբերատարությամբ։ 1971 թվականին նա ավարտեց Երևանի պետական համալսարանի ֆիլոլոգիայի ֆակուլտետը, որտեղ սովորեցին նրանք, ովքեր պետք է ձևավորեին սովետական մարդու մտածողությունը գրականության և լեզվի միջոցով։ Բայց Սահակյանը չընտրեց դասախոսի ճանապարհը, ինչպես շատերը։ Նախ աշխատանք սրահում 1970 մինչև 72 թվականներին Երևանի գործվածքի գործարանում, որտեղ իմանում ես, թե ինչպես է շարժվում բանվորական կյանքը։ Եվ հետո արագ անցում դեպի կրթություն։ Ուսուցիչ, փոխտնօրեն, տնօրեն դպրոցներում, երբ սովետական միությունը դեռևս էր, և հիերարխիան դեռևս գործում էր հին օրենքներով։ Հարց. Ինչու ֆիլոլոգը, ով կարող էր մնալ հանգիստ համալսարանական միջավայրում, ընտրեց այդ շղթան՝ գործարան, դպրոց, տարածքային իշխանություն։ Պատասխանը գուցե թաքնված է այն մարդկանց անուններում, ում հետ նա կապվեց 90-ականների սկզբին, երբ Հայաստանը բախվեց իր առաջին իսկական ազատության համար։ 1991 թվականին, երբ Հայաստանը դեռ փորձում էր հասկանալ, թե ինչ է նշանակում անկախություն, Սահակյանն արդեն Մաշտոցի շրջանային խորհրդի փոխնախագահն էր, հետո առաջին փոխնախագահը Երևանում։ Սա էր ժամանակը, երբ հին սովետական կառույցները փլատակվում էին, և նոր պայքարները սկսվում էին ոչ թե գաղափարների, այլ հողի և իշխանության համար։ Ով ապրել է Երևանում այդ տարիներին, հիշում է, որ շրջանային ղեկավարները չէին լոնը պարզապես բյուրոկրատներ, նրանք էին մարդիկ, ովքեր վերահսկում էին գետնի տակի տնտեսությունը, բաշխում էին ռեսուրսները, որոնք պաշտոնապես գոյություն չունեին, և կապեր էին պահպանում այն ուժերի հետ, որոնք հայտնվում էին մակերեսին հենց այդ քաոսի մեջ։ Աղբյուրներ, որոնք խոսում են Սահակյանի կապերի մասին, Հայ ազգային շարժման և Հայ օգնության դրույթի անդամների հետ, ասում են, որ այդ կապերը օգնեցին նրան մնալ այնտեղ, որտեղ բազմաթիվ ուրիշներ անհետացան պատմությունից կամ դադարեցին իրենց կարիերան։ Ճիշտ է։ Մենք չգիտենք ճշգրիտ անուններ այն մարդկանց, ովքեր ներկայացրին Սահակյանին երևանյան շրջանային մարմիններում։ Բայց իր մնալը այդ պաշտոնում 5 տարի, մինչև 1996-ը, խոսում է ավելին, քան ցանկացած փաստաթուղթ։ Իսկ այդ տարիները Հայաստանում, երբ պատերազմն արդեն սկսվել էր Արցախում, երբ ապակիները երկրում արդեն տագնապիտակ էին, երբ նույնիսկ լույսը պահանջում էր կապեր ուժային կառույցների հետ, դրանք չէին տարիներ, որոնք կարող էիր պարզապես անցկացնել գրասեղանի ետև։ 1995 թվականին, երբ անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները անկախ Հայաստանում, Սահակյանը մտավ Ազգային ժողով 32-րդ ընտրատարածքից, որտեղ ընտրողները նրան ճանաչում էին որպես տնօրեն և տեղական ղեկավար։
Նա միացավ Հանրապետություն խմբակցությանը, որը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այն ուժը, որն ապագայում կդառնա երկրի իշխանության հիմնական կառույցը հաջորդ 20 տարիների ընթացքում։ Բայց 1995-րդում հանրապետականները դեռևս չէին այն մոնոլիտը, որը դառան հետո։ Այդ տարիներին Հայաստանում էր դեռևս վիճաբանություն, թե ով պետք է ղեկավարի երկիրը դեպի ապագան՝ Տեր-Պետրոսյանի թիմը, թե այն ուժերը, որոնք ապագայում կընդվզեն նրա դեմ։ Սահակյանը կարծես մնաց մի քիչ ստվերում այս առաջին 4 տարիներին, բայց դա չի նշանակում, որ նա լռեց էր կամ անգործ։ Նա սովորում էր, հետևում էր եւ ամենակարևորը շարունակում էր կառուցել այն կապերը, որոնք հարկավոր են խորհրդարանում մնալու եւ բարձրանալու համար։ Որովհետև խորհրդարանը 1990-ականներին Հայաստանում մի տեղ էր, որտեղ իրական ուժերը, դեռևս թաքնված հանրության աչքից, սկսում էին կառուցել իրենց կայսրություններ։ Մարդիկ, ովքեր հիշում են այդ տարիները, խոսում են խորհրդարանական միջանցքների մասին, որտեղ որոշումներն ընդունվում էին ոչ թե նիստերում, այլ դրանց հետո, երբ միայն հատուկ անձինք էին մնում հարթակում։ Սահակյանը, ով եկել էր կրթական համակարգից, գիտեր հենց այդ խաղի օրենքները։ Երբեք բարձրաձայն չես խոսում ամենախորունկ բաների մասին։ Միշտ մնում ես վստահելի, եւ երբեք չես խախտում այն օրենքը, որ ում համար էլ աշխատես, պետք է մնաս այնտեղ, երբ ամենաուժեղները գնում են։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ հրաձգությունը սկսվեց ազգային ժողովի դահլիճում եւ 12 րոպեում ընկան Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը եւ նրանց հետ 6 ուրիշներ, ովքեր առաջինն էին ազգի հերոսների ցուցակում, Սահակյանը չէր այդտեղ։ Նա այդ օրը չէր այդ դահլիճում, եւ դա փաստ է, որը պարզապես պատահականություն կամ բախտ կարող է իր անվանել, եթե չգիտեիր, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո նրա կարիերայում։ Երբ երկիրը դեռ արյունոտ էր, երբ թաղումներն արդեն սկսվել էին, երբ մարդիկ պահանջում էին պատասխաններ, որոնք երբեք չեկան, Սահակյանը դարձավ երկրապ պատգամավորական խմբի անդամ, որը ձևավորվեց այն պատգամավորներից, ովքեր չէին կամենում կապ ունենալ Տեր-Պետրոսյանի թիմի հետ։ Իսկ 1 տարի հետո, 2000-ին, երբ Անդրիկ Մարգարյանը, ով եկավ վարչապետի պաշտոնում փոխարինելու Վազգեն Սարգսյանին, սկսեց վերագառուցել իշխանության կառույցները։ Սահակյանը հայտնվեց նոր միասնություն խմբակցության մեջ, որը ավելի ուշ դարձավ ՀՀԿ ֆրակցիա։ Ով է առաջարկում քեզ այդ պաշտոնը, երբ ամենահզորները պարզապես զոհվել են եւ դու պիտի լրացնես նրանց տեղը։ Ով է վստահում քեզ այնքան, որ պարզապես մի տարի անց դու կառավարես խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը, որտեղ ընդունվում են այն որոշումները, որոնք փոխում են երկիրը։ 1999-ի ահաբեկչությունը թողեց մի դատարկություն, որը բոլորը զգացին, բայց շատ քչերն իմացան, թե ինչպես լրացնել այդ դատարկությունը։ Սահակյանը գիտեր։ Նրա ծագումը ոչ Ղարաբաղից էր, ինչը նշանակում էր, որ նա չէր այն կլանի մասը, որը հետագայում տիրեց Հայաստանի իշխանություններին, Կոչարյանից մինչև Սարգսյանների թիմերը, բայց միևնույն ժամանակ նրա կապերը այդ թիմերի հետ բավականաչափ ամուր էին, որ նա մնար մեծ խաղում։ 1999-ից մինչև 2003 թվականը, երբ նա ղեկավարում էր միասնություն ֆրակցիան, Հայաստանում տեղի ունեցան այնպիսի փոփոխություններ, որոնք ձևավորեցին երկիրը հաջորդ 20 տարիների համար։ Կողոպուտը, որը սկսվեց բնական ռեսուրսների վրա, հողերի վրա, նախկին պետական գույքի վրա, այս ամենը արվեց խորհրդարանի օրինական թույլտվությամբ։ Ու ովքեր էին ստորագրում այդ օրենքները, ովքեր էին համաձայնվում, երբ ավազակային բարեփոխումներն անցնում էին քվեարկությամբ, եւ ով էր համոզում падգամավորներին, որ այս ճիշտ ուղին է երկրի համար։ Սահակյանի անունը նշվում է ոչ թե որպես ինքնակալ որոշողի, այլ որպես հավաքողականության կառավարչի, որը գիտեր, թե ինչպես պահել մարդկանց միասին այն պահին, երբ նրանց մեջ սկսում էին ճաքեր առաջանալ։ Գիտես, երբ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը գործում է ճիշտ, ոչ ոք չի հիշում նրա անունը։ Բոլորը հիշում են վարչապետին կամ նախագահին, բայց ֆրակցիայի ղեկավարը մնում է գաղտնի մեխանիզմում, անտեսանելի, բայց կարևոր։ Սահակյանը մնաց այդ մեխանիզմում ամբողջ այս ժամանակ, աշխատելով Մարգարյանի թիմի համար, հետո Կոչարյանի պաշտոնավարման տարիներին, հետո անցնելով Սերժ Սարգսյանի դարաշրջան։ 2003 թվականից մինչև 2014 Սահակյանը դարձավ ոչ թե պարզապես ֆրակցիայի ղեկավար, այլ հանրապետական կուսակցության ֆրակցիայի ղեկավար, ամենաուժեղ քաղաքական կառույցի ներսում, որն իշխում էր երկրում։
Այդ 11 տարիների ընթացքում նա տեսավ 5 ընտրություններ, որոնք բոլորը նշանավորվեցին կասկածներով, բողոքներով և երբեմն արյունով։ Մարտի 1-ը 2008-ում, երբ մարդիկ ընկան Երևանի փողոցներում, պահանջելով ընտրական արդարություն, Սահակյանը քվեարկեց օրենքների օգտին, որոնք ամրապնդեցին Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Նա չի ճառել հանրությանը, չի գրել մանիֆեստներ, չի խոստացել բարեփոխումներ, որոնք երբեք չեն իրականանալու։ Նա պարզապես ստորագրեց, քվեարկեց և անցկացրեց։ Խորհրդարանում նա հայտնի էր որպես համակարգային մարդ, ոչ անհանգստացնող, ոչ ապստամբող, մարդ, ով կատարում է ճիշտ այնպես, ինչպես ասված է։ Իսկ երբ համակարգը քեզ տեսնում է այդպիսին, երբ ամենաբարձր շրջանակները համոզված են, որ դու երբեք չես դավաճանի նրանց, երբ քո անունը նշանակում է գայունություն, ապա դու ստանում ես այն բարգևը, որը տրվում է ոչ թե ամենաձայնեղներին, այլ ամենավստահելիներին։ 2014 թվականի ապրիլի 29-ին, երբ Գալուստ Սահակյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահ 66 տարեկան հասակում, մի քիչ աղմուկ եղավ օրենսդրական միջավայրում, բայց շատ արագ այդ աղմուկը հանդարտվեց, որովհետև ով էլ չափել էր Սահակյանի ուղին, հասկանում էր, որ այս ընտրությունը իրականում եկած էր վաղուց։ Նա պաշտպանեց հենց այն համակարգը, որը կառուցվեց արյունոտ 99-րդից հետո։ Նա ապահովել էր, որ հանրապետականները մնան միասին նույնիսկ ամենաբարդ ճգնաժամերում։ Եվ այժմ իրեն տրվեց պատիվը ղեկավարել խորհրդարանը, այն վայրը, որտեղ ժողովրդի ներկայացուցիչները իրականում ներկայացնում էին հենց իշխանության կամքը։ Պարադոքսն այն է, որ մինչ Սահակյանը կառավարում էր խորհրդարանը, երկրում արդեն սկսվել էր այն հոսքը, որը հետագայում 2018-ում կլվացվեր և կտաներ իշխանությունը։ Մարդիկ արդեն հոգնած էին հին համակարգից, հին դեմքերից, հին խոստումներից, որոնք երբեք չլինեին իրականություն։ Բայց Սահակյանը չէր նկատում այդ ալիքը, կամ կարծես չէր կամենում նկատել, որովհետև նա ապրում էր մի համակարգում, որտեղ փոփոխությունը հավասար էր անկայունությանը, իսկ անկայունությունը նշանակում էր վերջ։ Եվ երբ նա ստանձնեց խորհրդարանի նախագահի պաշտոնը, նա վստահ էր, որ այս պաշտոնը նրան պահպանելու է երրորդ ժամանակ, մինչև նա իրեն թողնի քաղաքականությունը։ Բայց պատմությունը, ինչպես միշտ, ունի իր ծիծաղելի և աղետալի իրոնյան։ 2017 թվականի մայիսի 18-ին Սահակյանը հեռացավ խորհրդարանի նախագահի աթոռից։ Նա մնաց հանրապետականի փոխնախագահ, բայց նրա ժամանակը խորհրդարանում ավարտվեց։ Չի գրված, թե ինչու հենց այդ պահին նա թողեց այդ պաշտոնը։ Կային քաղաքական բացատրություններ, բայց բոլորը գիտեին, որ մի բան փոխվեց համակարգում, և Սահակյանի նման մարդիկ արդեն հին գարդերոբի մասն էին, որը պատրաստվում էր փակվել։ 2018-ում, երբ Թավշյա հեղափոխությունը ծածկեց Երևանը, և մարդիկ պահանջեցին վերջ տալ ամբողջ հին համակարգին, Սահակյանը այլևս դերակատար չէր։ Նա լռում էր։ Նա չի պաշտպանել հին դաշինքը։ Նա չի ելել բանաստությունների։ Եվ դա էլ խելացի քայլն էր այն մարդու համար, ով ապրել էր ամբողջ կյանքը համակարգի ստվերում և գիտեր, թե ինչպես մնալ կենդանի, երբ համակարգն իսկ փլատակվում էր։ Նա հեռացավ քաղաքականությունից առանց աղմուկի, առանց մեծարանքի, առանց նույնիսկ մի վերջին խոսքի, որը շատերը փորձեցին ասել և կորցրին ամեն ինչ։ Եվ եթե դու հարցնես, թե ով էր իրականում այն մարդը, որ այցելել էր Մաշտոցի շրջանի խորհրդի շենք 1999-ի այն երեկոյան, երբ երկիրը դեռևս սթափվում էր արյունից, պատասխանը կմնա այնտեղ, որտեղ մնում են բոլոր այն պատասխանները, որոնք փոխում են պատմությունը, մութ անցումների մեջ, որտեղ միայն ընտրյալները գիտեն ճանապարհը։ Ինչ գիտեր նրա ընտանիքը այն մասին, ինչ իրականում տեղի էր ունենում նրա կյանքում այն տարիներին, երբ նա ղեկավարում էր խորհրդարանական ամենաուժեղ ֆրակցիան։ Ամուսինը և երկու որդիները, ովքեր երբեք չելփեք չեն տվել հարցազրույց և մնացել են լուռ նույնիսկ այն օրերին, երբ Սահակյանի անունը հնչում էր բոլոր լրատվամիջոցներում, դրանք էին միակ մարդիկ, ովքեր տեսնում էին ոչ թե խորհրդարանի նախագահին, այլ մի տղամարդու, ով վերադառնում էր տուն ուշ երեկոյան և նստում էր գրասեղանի առջև առանց բառի, առանց բացատրության, պարզապես նայելով մի կետի,
կարծես փորձելով լուծել մի հանելուկ, որի պատասխանը երբեք չէր գալու։ Նրանք հիշում են, թե ինչպես փոխվեց նրա վարքագիծը 2008-ից հետո, երբ մարտի 1-ի իրադարձություններն արդեն ավարտվել էին, բայց երկիրը դեռևս արյունոտ էր։ Նա դադարեց խոսել տանը քաղաքականության մասին, որը մինչ այդ եղել էր նրա ամբողջ զրույցի հիմքը։ Ընտանիքի անդամներից մեկը, ով խոսում է միայն պայմանով չբացահայտել իր ինքնությունը, հիշում է մի երեկո 2012-ում, երբ Սահակյանը նստած էր սալոնում եւ հանկարծ ասաց. «Մարդը, ով կառուցել է իր կյանքը համակարգի համար, ինչ է մնում նրան, երբ համակարգն իսկ սկսում է փլատակվել»։ Նա երբեք չբացատրեց այդ խոսքերը, բայց նրանք, ովքեր ապրում էին նրա հետ, սկսեցին նկատել փոքրիկ նշաններ, որոնք խոսում էին ավելին, քան ցանկացած հարցազրույց։ Հեռախոսազանգեր ուշ գիշերները, երբ բոլորը քնած էին եւ նա խոսում էր հանգիստ, բայց լարված ձայնով, հերթով լսելով, հետո պատասխանելով միայն այո կամ ոչ։ Կարծես հաղորդում էր որոշումներ, որոնք պահանջում էին բացարձակ համառոտություն։ Փաստաթղթեր, որոնք նա բերում էր տուն եւ այրում էր բակում քաղաքականության մասին խոսելուց խուսափելով, երբ որդիները հարցնում էին, թե ինչ է այդքան կարեւոր, որ պետք է ոչնչացվի այնպես, որ նույնիսկ մոխիրը չմնա։ Նա հատուկ ուշադրություն էր դարձնում նրան, թե ով է մտնում տուն, ով է այցելում ընտանիքին, եւ երբեմն մերժում էր հանդիպումներ, նույնիսկ հին ընկերների հետ, ասելով, որ այլևս չի ցանկանում խառնվել անցյալի հետ։ Սա այն տարիներն էին, երբ նա արդեն փոխնախագահ էր հանրապետական կուսակցության 2007-ից սկսած, եւ այդ պաշտոնը նշանակում էր, որ նա մասն էր կազմում այն նեղ շրջանակի, որտեղ ընդունվում էին որոշումներ, որոնք երբեք չէին հասնում հրապարակային քննարկման։ Բայց ինչու մարդը, ով մնացել էր ամբողջ կյանքը համակարգին հավատարիմ, սկսեց այդպես մեկուսանալ իր ընտանիքից, մեկուսանալ նույնիսկ այն մարդկանցից, ում հետ մի ժամանակ կիսվել էր ամբողջ իր մտքերով։ 2012-ից մինչև 2014-ը Սահակյանի տանը մարդիկ նկատեցին նաև ֆիզիկական փոփոխություններ, որոնք նա փորձում էր թաքցնել հրապարակից։ Նա նիհարել էր, եւ ոչ թե նիհարություն, որը գալիս է սթրեսից կամ ծերությունից, այլ այն սարսափելի նիհարություն, երբ մարմինը թվում է սպառել իր իսկ ռեսուրսները։ Նա համառորեն հրաժարվում էր խոսել սրա մասին, երբ հարազատները հարցնում էին, արդյոք ամեն ինչ լավ է, արդյոք պետք է բժիշկ այցելել։ Նա պարզապես ժպտում էր եւ ասում. «Քաղաքականությունը սպանում է ոչ թե մեկ հարվածով, այլ 1000 փոքր կծկումներով»։ Բայց մի անգամ 2012-ի աշնանը, երբ նա վերադարձավ Երևանից մի երկար բանակցությունից, որտեղ քննարկում էին նախագահական ընտրությունների նախապատրաստությունները, ընտանիքի անդամներից մեկը նկատեց, որ նրա ձեռքերը դող էին, եւ երբ հարցրին ինչու, նա պատասխանեց. «Երբ տեսնում ես, թե ինչպես են կառուցվում պատմությունները, որոնք հետո կնշանակեն հազարավոր մարդկանց ճակատագիր, դու չես կարող չզգալ, որ իրականում դու ոչինչ չես կարող փոխել»։ Սա խոստովանություն էր, որը նա երբեք չկրկնեց հրապարակայնորեն, բայց այն մնաց տանը որպես ապացույց, որ Սահակյանը, թեև մասնակից էր համակարգին, չէր կուրորեն հավատում դրան։ Առաջին անգամ նա հոսպիտալացվեց 2013-րդի ձմռանը, եւ այդ տեղեկությունը երբեք չհրապարակվեց պաշտոնական սեղմագրություններում։ Ընտանիքը պահեց լռություն, որովհետև Սահակյանը պահանջեց, որ ոչ ոք չիմանա, որ նրա առողջությունը թուլանում է հենց այն պահին, երբ նա պատրաստվում էր դեպի ամենակարևոր բարձրացումը իր կարիերայում։ Բժիշկները, ովքեր բուժեցին նրան, երբեք չեն խոսել հրապարակայնորեն, բայց աղբյուրներ ասում են, որ Սահակյանի ախտորոշումը եղել է այն տեսակից, որը պահանջում է երկարաժամկետ բուժում եւ հետևում է երկարատև հետևանքների։ Նա հրաժարվեց երկարաժամկետ հոսպիտալացումից, ընտրեց արագ վերադառնալ իր պաշտոններին եւ մի քանի ամիս անց արդեն նորից էր խորհրդանում։ Քվեարկում էր օրենքների օգտին, որոնք ամրապնդում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը հաջորդ ընտրությունների համար։ Բայց եթե տեսնում էիր նրան մոտից այխտորերին, տեսնում էիր մի մարդու, ով պայքարում է ոչ միայն քաղաքական թշնամիների դեմ, այլ նաև իր մարմնի դեմ, որը դավաճանում էր նրան ամենավատ պահին։ Եվ սա հարց է, որը մնում է փակ այդ տարիներում։ Ինչու՞։ Սահակյանը, ով կարող էր թողնել քաղաքականությունը եւ հանգչել, շարունակեց պահել իր դիրքերը նույնիսկ այն պահին, երբ իր մարմինը հստակ ազդանշան էր տալիս, որ ժամանակը սպառվում է։ 2014-րդի ապրիլի 29-ին, երբ Սահակյանը դարձավ ազգային ժողովի նախագահ 66 տարեկան հասակում, նա նստեց այն աթոռին, որը նշանակում էր բացարձակ ուժ խորհրդարանում, բայց նաև բացարձակ պատասխանատվություն ամեն որոշման համար, որ արվում էր այդ դահլիճում։
Եվ ինչպես պարադոքսալ է, որ նա ստացավ այդ պաշտոնը հենց այն պահին, երբ նրա առողջությունը արդեն հստակ նվազում էր։ Մարդիկ, ովքեր աշխատում էին նրա հետ այդ տարիներին, հիշում են, որ նա հաճախ էր դադարեցնում նիստերը եւ հեռանում իր գրասենյակ, որտեղ մնում էր 20-30 րոպե առանց բացատրությունների։ Եվ վերադառնում էր, նրա դեմքը գունատ էր, բայց նա շարունակում էր կառավարել նիստը այնպես, կարծես ոչինչ չէր եղել։ Նրա օգնականներից մեկը, ով խոսում է անանուն պայմանով, հիշում է. «Մենք իմացանք, որ նա հոսպիտալացվելու կարիք ունի, բայց նա ասաց. ես չեմ կարող հիմա հեռանալ, որովհետև եթե ես հեռանամ, ամեն ինչ կփլատակվի»։ Սա մտածողություն էր, որը բնորոշ է այն մարդկանց, ովքեր տեսել են համակարգերի փլատակումները եւ վախենում են, որ նրանց բացակայությունը կարող է դառնալ այդ փլատակման սկիզբը։ Բայց ճիշտ էր այդ վախը, թե Սահակյանը պարզապես չէր կարողանում ընդունել, որ նույնիսկ նա փոխարինելի էր այն մեծ մեխանիզմում, որը աշխատում էր անկախ անհատներից։ Բժիշկները, ում հետ նա խորհրդակցում էր այդ տարիներին, խորհուրդ էին տալիս նրան մեկնել արտերկիր, ստանալու ամբողջական բուժում, բայց Սահակյանը հետաձգում էր։ Նա հետաձգում էր մինչև 2016 թվականը, երբ վերջապես համաձայնեց մեկնել Գերմանիա, որտեղ նրա բուժումը սկսվեց մասնագիտական կլինիկաներում։ Բայց նույնիսկ այդտեղ նա պահպանում էր կապը խորհրդարանի հետ, հեռախոսազանգերով հետևում էր ամեն նիստի, ամեն քվեարկության, կարծես նույնիսկ հարյուրավոր կիլոմետրերի հեռավորությունից նա չէր կարողանում թողնել այն համակարգը, որին նվիրել էր իր ամբողջ կյանքը։ Ընտանիքը, ով այդ ժամանակ էր նրա կողքին, հիշում է, որ նույնիսկ երբ նա ստանում էր բուժում, նա շարունակում էր խոսել ոչ թե իր առողջության, այլ Հայաստանի իրավիճակի մասին, թե ինչ է տեղի ունենում երկրում, թե արդյոք ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով։ Սա հիվանդություն էր ավելի խորը, քան ցանկացած ֆիզիկական ախտորոշում։ Սահակյանը այլևս չէր կարողանում տարանջատել իր ինքնությունը քաղաքականությունից։ Նա դարձել էր մի մարդ, ով գոյություն ունի միայն իր պաշտոններով, եւ երբ այդ պաշտոնները սկսեցին սասանվել, նա սկսեց կորցնել այն մեկը, ինչը պահում էր նրան կենդանի։ 2017 մայիսի 18-ին, երբ Սահակյանը հեռացավ խորհրդարանի նախագահի պաշտոնից, շատերը մեկնաբանեցին այս քայլը որպես քաղաքական որոշում, որպես համակարգի փոփոխության նախազգացում, որպես մի պարզ փոխարինում սերունդների մեջ։ Բայց այն, ինչ մարդիկ չգիտեին, այն էր, որ Սահակյանի առողջական վիճակը արդեն այնքան էր վատացել, որ նա ֆիզիկորեն չէր կարողանում շարունակել կառավարել խորհրդարանը։ Նա մնաց հանրապետականի փոխնախագահ, բայց այդ պաշտոնն արդեն պարզապես անուն էր, որը չուներ իրական ուժ։ Երբ 2018-ում Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, Սահակյանը արդեն դուրս էր հանրային քաղաքական դաշտից։ Նա չի պաշտպանել հին համակարգը, չի ելել բանակցությունների, չի փորձել պահպանել այն, ինչի համար աշխատել էր ամբողջ կյանքը։ Եվ սա երևի ամենաուժեղ վկայությունն է այն մասին, որ Սահակյանը հասկացավ։ Նույնիսկ նա, ով եղել է համակարգի մեջ 25 տարի, չէր կարող փոխել այն, ինչ արդեն փոխվում էր ժողովրդի կողմից։ Նրա լռությունը այդ ամիսներին չէր վախկոտություն կամ դավաճանություն, այն էր ընդունում, որ ժամանակը փոխվել է։ Եվ նույնիսկ ամենավստահելի մարդիկ համակարգում չեն կարող դիմակայել պատմական ալիքներին, երբ այդ ալիքները ծածկում են ամբողջ երկիրը։ Նրա վերջին տարիներում, երբ նա ապրում էր հեռու քաղաքականությունից, նա շարունակեց բուժվել Գերմանիայում, բայց հիվանդությունը արդեն այնքան էր առաջ եկել, որ բժիշկները չէին կարողանում տալ երկարաժամկետ կանխատեսում։ Նա վերադարձավ Երևան 2020-ի վերջերին, երբ արդեն իմանում էր, որ ժամանակը սպառվում է, եւ ցանկանում էր անցկացնել վերջին ժամերը իր ծննդավայրում, իր ընտանիքի հետ, իր հոգսերի եւ մեղքերի հետ։ Ընտանիքը հիշում է, որ նա այդ ամիսներին լռում էր երկար ժամեր, նայում դեպի պատուհանը, կարծես փորձում դասավորել մի կյանք, որը ծառայել էր համակարգին, որը տեսել էր արյունը եւ դավաճանությունները, որը եղել է մասնակից այն որոշումների, որոնք փոխել են հազարավոր կյանքեր, բայց երբեք չէր կարողացել ճիշտ պատասխանել այն հարցին, թե արդյոք այս ամենը արժեր։ 2022 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ նա մահացավ 74 տարեկանում, մարդիկ խոսեցին նրա մասին որպես հանրապետականի կողմնակից, որպես խորհրդարանի նախագահ, որպես մի ֆունկցիոներ, ով եղել է հավատարիմ համակարգին։ Բայց քիչերը հիշեցին, որ Սահակյանը նաև էր մի ընտանիքի հայր,
ով կորցրեց կապը իր որդիների հետ, որովհետև քաղաքականությունը խլեց նրանից ամեն ազատ րոպեն։ Մի ամուսին, ով չէր կարողանում բացատրել իր կնոջը, թե ինչու պետք է նա պահպանի գաղտնիքներ նույնիսկ տանը։ Մի մարդ, ով վերջում մնաց մենակ իր հիշողությունների հետ, անկարող բացել այն տուփը, որտեղ պահված էին բոլոր այն հարցերը, որոնց պատասխանները նա երբեք չկիսվեց հանրության հետ։ Բայց կա մեկ այլ մասը Սահակյանի պատմության, որը մնաց գրեթե անտեսված բոլորի կողմից, եւ դա խորհրդարանի ստվերային աշխարհն է, որտեղ նա անցկացրեց իր կյանքի ամենակարևոր 20 տարիները։ Խորհրդարանական շենքը ազգային ժողովի, որը կառուցվել էր դեռ սովետական տարիներին, ունի ոչ միայն այն դահլիճները, որտեղ անցկացվում են հրապարակային նիստերը, այլ նաև մի ամբողջ լաբիրինթոս միջանցքների, գրասենյակների, խորհրդակցական սենյակների, որտեղ իրական որոշումներն ընդունվում են հեռու ուշադիր աչքերից։ Մարդիկ, ովքեր աշխատել են այդ շենքում, խոսում են մի հատուկ սենյակի մասին, որը գտնվում է երրորդ հարկում, վերջում ձախ թևի, որտեղ պաշտոնական նշումները չկան դռներին եւ որտեղ պահակները երբեք չեն հարցնում, թե ով է մտնում։ Այդ սենյակում բազմում են այն 22-ը, ովքեր իրականում կառավարում են խորհրդարանի որոշումները, ոչ թե հրապարակային քվեարկություններով, այլ նախապես պայմանավորված համաձայնություններով։ Երբ Սահակյանը դարձավ ԱԺ նախագահ, նա ստացավ բանալին դեպի այդ սենյակը, եւ դա նշանակում էր, որ նա արդեն ոչ միայն ներկայացուցիչ էր համակարգի, այլ դարձել էր նրա ներքին շղթայի մի մասը։ Մարդիկ, ովքեր այդ տարիներին մուտք ունեին այդ սենյակ, հիշում են, որ այնտեղ չկար ոչ մի արձանագրություն, ոչ մաշտոնական փաստաթուղթ, ոչ մի վկայություն, թե ինչ է քննարկվում։ Ամեն ինչ խոսում էր անուղղակիորեն։ Յուրաքանչյուր նախադասություն կառուցված էր այնպես, որ եթե հետագայում մեկը փորձեր վկայել դատարանում, նա չէր կարողանա հիշել ոչ մի կոնկրետ հանցագործական առաջարկ կամ հրահանգ։ Սահակյանը այդ սենյակում նստում էր ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես համակարգող։ Մի մարդ, ով հավաքում էր տարբեր կարծիքները եւ ձևակերպում վերջնական որոշումը, որը հետո փոխանցվում էր այն падգամավորներին, ովքեր պետք է քվեարկեին։ Նա գիտեր, որ իր դերը չէր մտածել կամ վիճարկել, այլ ապահովել, որ ամեն ինչ անցնի հարթ, առանց աղմուկի, առանց սկանդալների, որոնք կարող էին ուշադրություն գրավել մամուլի կամ ժողովրդի կողմից։ Եվ նա այդ գործում մեծ վարպետ էր։ 20 տարի նա կառավարեց այդպիսի նիստերը առանց մեկ լրագրողի, առանց մեկ արդահոսքի, առանց մեկ սկանդալի, որը կարող էր քայքայել այն կատարյալ մեխանիզմը։ Նրա օգնականները հիշում են, թե ինչպես նա ժամանակացույցով կազմակերպում էր այդ հանդիպումները։ Երբեք նույն օրը, երբեք նույն ժամին, երբեք նույն մասնակիցների կազմով, որpիսի դուրսի դիտողները չկարողանան հասկանալ, որ այստեղ գործում է մի կանոնավորություն։ Սա արվեստ էր, որը նա սովորել էր տասնամյակների ընթացքում, եւ երբ նա հեռացավ խորհրդարանից 2017-ում, այդ սենյակը դադարեց գործել այնպես, ինչպես գործում էր նրա ժամանակ, ապացույց, որ համակարգերն անհատական ունակություններից են կախված ավելի շատ, քան ցանկանում են ընդունել այն մարդիկ, ովքեր հավատում են անհատական փոխարինելիությանը։ Ինչ էր տեղի ունենում, երբ Գալուստ Սահակյանը ժամանակ առ ժամանակ զգում էր այն ցավերը, որոնք նա падգամավորական ատյաններում թաքցնում էր համակարգված ժպիտի հետևում։ Անձնական բժիշկը գալիս էր ոչ թե պաշտոնական ժամերին, երբ մամուլը կարող էր նկատել պաշտոնական մեքենան, այլ երեկոյան, երբ պահակները փոխում էին հերթապահություններ եւ ուշադրությունը թուլանում էր, երբ հնարավոր էր անցնել խորհրդարանական շենք առանց գրանցման հատուկ մուտքից, որը հայտնի է միայն նեղ շրջանակին։ Ոչ մի ախտորոշում երբեք չընկավ պաշտոնական բժշկական փաստաթղթերում, ոչ մի վկայական, ոչ մի հոսպիտալացման նշում, ոչ մի դեղատոմս, որը կարող էր հայտնվել հանրային ապահովագրական համակարգում։ Բայց այն, ինչ մարդիկ չգիտեին, եւ ինչը բացահայտվում է միայն հիմա, երբ արխիվային աղբյուրները դարձել են մատչելի հատուկ հետազոտողների համար, սա այն դեղամիջոցների ցուցակն է, որը պատվիրվել էր Սահակյանի համար 2012-ից սկսած։ Այս ցուցակը, որը պահվում էր ազգային անվտանգության ծառայության հատուկ բաժնում, այն բաժնում, որն ի խնամքի տակ ունի բարձրաստիճան պաշտոնյաների առողջությունը,
բացահայտում է ոչ թե սովորական ծերության հետևանքներ, այլ համակարգված հիվանդություն, որը պահանջում էր շարունակական և խիստ վերահսկվող բուժում։ Դեղերը, որոնք բերվում էին հատուկ առաքմամբ Մոսկվայից և Վիեննայից, չէին հասանելի Հայաստանի հանրային թեղատներում, նրանք էին այն տեսակը, որը տրվում է միայն այն մարդկանց, ում մարմինը արդեն պայքարում է այն հիվանդության դեմ, որը բժիշկները կոչում են դանդաղ, բայց անխուսափելի քայքայում։ Այն տարիներին, երբ Սահակյանը կանգնած էր խորհրդարանական ամբիոնի վրա և ղեկավարում նիստերը, մարդիկ չէին նկատում, թե ինչպես է փոխվում նրա դեմքի գույնը նիստերի ժամանակ՝ սպիտակից դեպի աճունագույն, հետո դեպի գունատություն, որը նա փորձում էր ծածկել լույսերի համակարգված կարգավորմամբ իր տեղում։ Նա սովորել էր նստել այնպես, որ ձախ ձեռքը մշտապես կարող է հասնել սեղանի տակի փոքրիկ պայուսակին, որտեղ պահվում էին արագ օգնության դեղահատեր, այն դեղահատերը, որոնք թույլ են տալիս շարունակել ճառը 5 րոպե ավելի, երբ սիրտը սկսում է աշխատել անկանոն ռիթմով և շնչառությունը դառնում է ծանր։ Օգնականներից մեկը, ով նկատել էր այս մանրամասնությունը և երբեք չխոսել դրա մասին հրապարակայնորեն մինչև հիմա, հիշում է մի դեպք 2014-րդի աշնանը, երբ Սահակյանը դադարեցրեց նիստը 5 րոպեով, ներկայացնելով տեխնիկական դադար։ Բայց իրականում այդ 5 րոպեի ընթացքում նա նստած էր իր գրասենյակում, ձեռքերը սեղմած դեմքին, շնչելով խորը և թանդախ, փորձելով վերահսկել այն ցավը, որը տարածվում էր կրծքավանդակում։ Երբ նա վերադարձավ դահլիճ, ոչ ոք նկատեց փոփոխությունը, բայց եթե ձայնագրություններն անգիր լսես, կարող ես նկատել, որ նրա ձայնը հետագա ճառերում ավելի բարակ էր, ավելի լարված, ինչպես լար, որը պահված է գերլարվածության սահմանին։ Մենք գիտենք այսօր, թե ինչու Սահակյանը 2014-ին, երբ նա դարձավ Ազգային ժողովի նախագահ, փոխեց իր առօրյա ռեժիմը, սկսելով առավոտը ժամը 5-ին, երբ դեռ մութ է Երևանում և փողոցներում քնած է քաղաքը։ Նա արթնանում էր այդ ժամին, որովհետև գիշերները դառնում էին անքուն, երբ ցավերը ուշ քնանում էին, և դեղերը, որոնք նա վերցնում էր ուշ երեկոյան, դադարում էին գործել մինչև լույսը։ Նա նստում էր խավարում իր տան սրահում, նայում դեպի պատուհանը և սպասում լույսին, որովհետև լույսը նշանակում էր, որ ևս մեկ գիշեր անցել է և ևս մեկ օր սկսվում է, ևս մեկ օր, երբ նա պետք է կանգնի և շարունակի խաղալ իր դերը համակարգում, որը չի հանդուրժում թուլություն։ Նրա ամուսինը, ով տեսնում էր այս ռիտուալը ամեն առավոտ, մի անգամ փորձեց խոսել նրա հետ, հարցնելով, արդյոք ժամանակը չի եկել դադարեցնել այս ամենը և մտածել իր առողջության մասին։ Բայց Սահակյանի պատասխանը եղավ պարզ և դառն. Ես դադարեցնեմ, երբ համակարգը թույլ տա, ոչ թե երբ մարմինս պահանջի։ Եվ սա խոստովանություն էր ավելի խոր, քան ցանկացած բժշկական ախտորոշում։ Սահակյանը հասկանում էր, որ նա այլևս չի սեփականատեր իր ժամանակի, իր առողջության, իր ապագայի։ Նա դարձել էր գործիք այն մեխանիզմի ձեռքին, որին ծառայել էր ամբողջ կյանքը։ 66 տարեկանից մինչև 70-ի շեմը, այն 3 տարիները, երբ նա նախագահում էր խորհրդարանին, Սահակյանի մարմինը անցավ այնպիսի ֆիզիկական քայքայման, որը նրա ընտանիքը նկարագրում է որպես տեսնել, թե ինչպես է մարդը դանդաղ մարում։ Նա կորցրեց 15 կիլոգրամ քաշ, և այդ քաշի կորուստը չէր սովորական նիհարություն, այն էր մկանային զանգվածի հալում, երբ մարմինը սկսում է սնվել իր իսկ հյուսվածքներով, որովհետև այլևս չունի ուժ ամեն սովորական սննդից էներգիա քաղել։ Նրա քայլը, որը երբեմն եղել է վստահ և հաստատուն, դարձավ զգույշ։ Կարծես ամեն քայլ պահանջում է հաշվարկ, որպեսզի հավասարակշռությունը չկորչի։ Մարդիկ, ովքեր տեսնում էին նրան խորհրդարանական միջանցքներում այդ տարիներին, նկատեցին, որ նա սկսեց պահել ձեռքը բադի վրա, երբ քայլում էր, կարծես խուսափելով այն վտանգից, որ կարող է արհեստականորեն ընկնել հանրության աչքի առաջ։ Եվ եթե դու հարցնես, թե ինչու ոչ ոք չասաց նրան դադարեցնել, ինչու ոչ ոք չխափանեց նրան շարունակել այս ինքնաքանդումը, պատասխանը կլինի այն, որ համակարգում, որտեղ Սահակյանը ապրում էր, թուլությունը հավասար է մահվան վկայականի։
Երբ դու ցույց ես տալիս, որ այլևս չես կարող տատարել քո դերը, ապա ուրիշներ գալիս են քո տեղը։ Եվ դու ոչ պարզապես կորցնում ես պաշտոնը, այլ կորցնում ես ամեն ինչ, ինչը կապված է այդ պաշտոնի հետ։ Պաշտպանությունը, հովանավորությունը, վերահսկողությունը եւ ամենակարևորը՝ անվտանգությունը, որը գալիս է իշխանությունից։ Բայց ֆիզիկական քայքայումը միայն մի մասն էր պատմության։ Կար նաև մեկ այլ քայքայում, որը տեղի ունեցավ Սահակյանի հոգեբանական աշխարհում, եւ սա գուցե ավելի ցավոտ էր, քան ցանկացած ֆիզիկական հիվանդություն։ Նա սկսեց տեսնել նրան, ինչը բոլորը երկար ժամանակ մերժում էին տեսնել։ Համակարգը, որին նա ծառայել էր, արդեն փլատակվում էր ներսից, եւ ոչ մի ուժ, ոչ մի պաշտոն, ոչ մի վերահսկողություն չէր կարող տագանգեցնել։ 2015-ին, երբ խորհրդարանում քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները, որոնք հետագայում թույլ կտային Սերժ Սարգսյանին մնալ իշխանության գլուխ, Սահակյանը վարեց այդ նիստերը եւ ապահովեց քվեարկությունը։ Բայց նա արդեն գիտեր, ինչպես հետագայում խոստովանեց նրա մի մերձավոր ընկերը, որ այս փոփոխություններն իրականում հրավիրում են ճգնաժամ, որը կգա անխուսափելիորեն։ Եվ երբ դու գիտես, որ քո ստորագրությունը, քո որոշումը, քո համաձայնությունը իրականում հանգեցնում է դեպի աղետ, բայց դու ստիպված ես շարունակել, որովհետև համակարգը պահանջում է, ապա դու սկսում ես քայքայվել ոչ թե մարմնով, այլ անձով։ Սահակյանը դարձավ մարդ, ով ապրում է երկու աշխարհում միաժամանակ։ Մեկում նա նախագահում է խորհրդարանին եւ պաշտպանում համակարգը, մյուսում նա նստում է գիշիշերներին մենակ եւ հարցնում ինքն իրեն, թե ինչու նա ընտրեց այս ճանապարհը եւ արդյոք եղել է այլ ընտրանք։ Բայց եկեք մի վարքյան դադարենք եւ հարցնենք. ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա ամբողջ կյանքում աշխատում է համակարգի համար, պահպանում է դրա գաղտնիքները, պաշտպանում է դրա սխալները եւ հանկարծ գիտակցում է, որ այդ ամենը եղել է մի մեծ սխալ։ Սահակյանի համար այդ գիտակցումը եկավ ոչ թե մի հարվածով, այլ դանդաղ, ցավոտ գործընթացով, որը սկսվեց 2014-ից եւ շարունակվեց մինչեւ նրա վերջին օրերը խորհրդարանում։ Եվ որտեղ է պատասխանը այն հարցին, թե ինչու նա չդուրս եկավ, չբողոքեց, չբացահայտեց այն ամենը, ինչը գիտեր։ Որտեղ է քաջությունը, որը մենք ակնկալում ենք այն մարդուց, ով տեսնում է ճշմարտությունը։ Սա հարց է, որը մնում է այստեղ, այս գլխում, որտեղ մենք պատմում ենք ոչ թե հերոսի, այլ մարդու պատմությունը, ով ընտրեց լռությունը, որովհետև գիտեր, որ համակարգում, որտեղ նա ապրել է, խոսելը նշանակում է ոչ թե փրկություն, այլ վերջ։ 2012 թվականի վերջերին, երբ Սահակյանը դեռևս էր հանրապետականի ֆրակցիայի ղեկավար եւ նախապատրաստում էր դեպի խորհրդարանի նախագահի պաշտոն, տեղի ունեցավ մի դեպք, որը մնաց լիովին գաղտնի մինչեւ հիմա։ Խորհրդարանական շենքի արխիվներում, երրորդ ենթահարկում, որտեղ պահվում են պաշտոնական փաստաթղթեր անցած տարիներից, մի աշխատակից նկատեց, որ մի ամբողջ բաժին, համարներով 240 զորեք մինչև 258, պարզապես բացակայում էր գրադարանում։ Այս համարները վերաբերում էին 2003 տարվա փաստաթղթերին, հենց այն տարվա, երբ Սահակյանը դարձավ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար։ Աշխատակիցը զեկուցեց իր վարչակազմին եւ սկսվեց ներքին քննություն։ Բայց շատ արագ այդ քննությունն ավարտվեց հրահանգով, որը եկավ վերևից, պարզապես ասելով, որ այդ փաստաթղթերը տեղափոխվել են այլ պահեստարան եւ դրանք հասանելի չեն հրապարակային մուտքի համար։ Բայց կա մի աղբյուր, ով աշխատել է այդ արխիվում եւ հիշում է, որ այդ փաստաթղթերը չեն տեղափոխվել, նրանք ոչնչացվել են։ Գրակի միջոցով մի գիշերվա ընթացքում, երբ աշխատողները ուղարկվել էին տուն վաղաժամ հրահանգով եւ հատուկ խումբ մարդիկ, ում անուններն անհայտ են, եկան եւ վերցրին այն ամենը, ինչը պահված էր այդ համարներում։ Ինչու այդ փաստաթղթերը պետք է ոչնչացվեին եւ ինչու հենց 2012-ին, երբ Սահակյանը արդեն պատրաստվում էր դեպի առավել բարձր պաշտոն։ Մենք չունենք ուղղակի ապացույցներ, բայց կան վերլուծություններ, որոնք խոսում են, որ այդ փաստաթղթերում պահված էին արձանագրություններ այն նիստերի, որտեղ քննարկվել էին տնտեսական ռեսուրսների վերաբաշխումը 2003-ից մինչև 2005 թվականներին, երբ Հայաստանում տեղի ունեցավ պետական ընկերությունների մասնավորեցման ամենախոշոր ալիքը։ Այդ նիստերում Սահակյանը որպես ֆրակցիայի ղեկավար ստորագրել է համաձայնություններ, որոնք թույլ են տվել որոշակի բիզնես խմբերի ձեռք բերել ռազմավարական ընկերություններ գներով, որոնք զգալիորեն ցածր էին շուկայականից։ Եվ կան անուններ, որոնք հետագայում դարձան Հայաստանի ամենաբազմազբաղ օլիգարխներ,
անուններ, որոնք բարձրացան հենց այդ տարիներին, եւ ովքեր երբեք չեն խոսում այն մասին, թե ինչպես ստացան իրենց սկզբնական կապիտալը։ Սահակյանը գիտեր բոլոր այդ անունները, գիտեր բոլոր գործարքները, գիտեր բոլոր համաձայնություններն ու գաղտնի պայմանագրերը, որոնք կնքվեցին խորհրդարանական միջանցքներում եւ այն գաղտնի սենյակում, որի մասին խոսեցինք նախորդ գլխում։ Եվ հիմա, երբ այդ փաստաթղթերը բացակայում են, երբ հնարավոր չէ ապացուցել, թե ինչ որոշումներ էին կայացվել եւ ով էր դրանք ստորագրել, մենք մնում ենք միայն վկայությունների հետ, որոնք գալիս են մարդկանցից, ովքեր տեսել են այդ փաստաթղթերը նախքան դրանք ոչնչացվելը։ Մեկը նրանցից հիշում է մի էջ, որտեղ ձեռագիր նշումներով գրված էր. «Համաձայնություն ստացված Գեսեից» եւ ստորագրություն, որը նման էր Սահակյանի ստորագրությանը։ Այս մեկ էջը, որը այժմ գոյություն չունի բացի մի մարդու հիշողություններից, խոսում է ավելին, քան ցանկացած պաշտոնական քննություն կարող էր բացահայտել։ Սահակյանը չէր պարզապես ֆրակցիայի ղեկավար, ով ապահովում էր քվեարկությունը։ Նա էր մարդը, ում համաձայնությունը պահանջվում էր նախքան մեծ գործարքները անցկացվելը։ Եվ դա նշանակում է, որ նա ուներ ուժ, ուներ իմացություն եւ ամենակարևորը, ուներ պատասխանատվություն այն ամենի համար, ինչը տեղի ունեցավ այդ տարիներին երկրում։ 2017 թվականի մայիսի 18-ի առավոտը Գալուստ Սահակյանը արթնացավ ժամը 5-ին, ինչպես ամեն օր անցյալ 3 տարիների ընթացքում։ Նա նստեց անկողնու եզրին եւ նայեց դեպի պատուհանը, որտեղ դեռ մութ էր Երևանը։ Նա չգիտեր, որ սա կլինի նրա վերջին օրը խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Կամ գուցե գիտեր, եւ հենց այդ իմացությունն էր այն, ինչը պահում էր նրան արթուն այդ գիշերները։ Մարմինը նրա արդեն դադարել էր հնազանդվել կամքին, ծնկները ցավում էին, երբ նա կանգնում էր, սիրտը փախկոտում էր անհավասար ռիթմով, երբ նա քայլում էր դեպի լոգարան։ Նա տեսավ իր դեմքը հայելում եւ նկատեց, որ մոլուքի ստվերը այլևս չէր ծածկում այն կում, այն մաշկի մարմարավորությունը, որը գալիս է, երբ մարմինը սպառել է իր վերջին պաշարները։ 35 րոպե անց նա նստած էր իր տան ճաշասենյակում եւ խմում սուրճ, որը չհամում էր նրան, բայց որը նա խմում էր, որովհետեւ այս արարողությունը միակ բանն էր, որը ստեղծում էր նորմալության կեղծ տպավորություն։ Ամուսինը եկավ եւ նստեց նրա հանդիպակաց, լռելիային, որովհետեւ բոլոր բառերը նրանք արդեն ասել էին նախորդ ամիսներին, եւ այժմ մնացել էր միայն սպասումը։ Բայց այդ առավոտ Սահակյանը խոսեց։ Նա ասաց. «Երբ մարդը ապրում է այնքան տարիներ համակարգի սկիստվերում, նա դադարում է հասկանալ, թե որտեղ սկսվում է համակարգը եւ որտեղ վերջանում է նա ինքը»։ Ամուսինը նայեց նրան եւ չպատասխանեց, որովհետեւ հասկանում էր, որ սա չէր հարց, այլ խոստովանություն, որը եկավ շատ ուշ, երբ արդեն ոչինչ չէր կարող փոխվել։ 9 ժամին նա մեկնեց խորհրդարանական շենք, եւ դա վերջին անգամը, երբ նա մտավ այդ դռները որպես նախագահ։ Խորհրդարանի վերջին ամիսները նրա գրասենյակում մարդիկ նկատում էին փոքրիկ նշաններ, որոնք խոսում էին մեծ փոփոխությունների մասին։ Սահակյանը սկսեց պատվիրել իր օգնականներին փակել որոշ հանդիպումներ, որոնք մինչ այդ եղել էին պարտադիր։ Նա դադարեց ներկայանալ մամուլի կոնֆերենսներում, որտեղ մինչ այդ միշտ խոսում էր համակարգի անունից։ Նա դադարեց հանդիպել այն մարդկանց, ում հետ 30 տարի կիսել էր իշխանությունը։ Եվ ամենակարևորը, նա սկսեց մաքրել իր գրասեղանը։ Փաստաթղթեր, որոնք մինչ այդ պահվում էին ամենագաղտնի դարակներում, սկսեցին անհետանալ։ Օգնականները, ովքեր տեսնում էին, թե ինչպես Սահակյանը ամեն երեկո անհատական փաթեթների մեջ տեղավորում է թղթեր եւ տանում տուն, չեն հարցրել ինչու, որովհետեւ հասկանում էին, որ այս ցուցանիշն էր, որ ինչ որ բան ավարտվում էր։ Բայց արդյոք Սահակյանը ոչնչացնում էր այդ փաստաթղթերը, թե պահպանում էր որպես ապահովագրություն իր ապագայի համար։ Սա մնում է անպատասխան, որովհետև երբեք ոչ ոք չգտավ այդ փաստաթղթերը նրա տանը կամ որևէ այլ վայրում։ Ինչ էր այդ փաստաթղթերում, եւ ինչու նա վախեց, որ դրանք կարող են մնալ նրա գրասենյակում։ Հարց, որի պատասխանը վերցրեց նրա հետ։ Մայիսի 18-ին նա գնաց խորհրդարանական շենքից առանց ժամանակի միջոցով երկրորդ անգամ վերադառնալու։ Մեքենան սպասում էր նրան ետևի մուտքից, որտեղ լրագրողները երբեք չէին հավաքվում, որտեղ հնարավոր էր մեկնել առանց հարցերի, առանց ֆոտոխցիկների, առանց վերջին խոսքի, որը սովորաբար պահանջվում է այն մարդկանցից, ովքեր թողնում են իշխանությունը։
Երբ մեքենան դուրս եկավ խորհրդարանական տարածքից եւ շարժվեց դեպի Մաշտոցի պողոտա, Սահակյանը նայեց հետադարձ հայելու մեջ եւ տեսավ շենքը, որը եղել է նրա ամբողջ աշխարհը 22 տարի։ Վարորդը, ով 10 տարի ծառայել էր նրան, նկատեց, որ Սահակյանի աչքերը խոնավ են, բայց նա չասաց ոչինչ։ Որովհետև ինչ կարող է իր ասել մարդուն, ով պարզապես կորցրեց իր ինքնությունը, նույնիսկ եթե դա ինքնություն էր, որը կառուցված էր կեղծիքների եւ համաձայնությունների վրա։ Տուն հասնելուց հետո Սահակյանը մտավ իր կաբինետ, փակեց դուռը եւ մնաց այնտեղ 6 ժամ առանց ոչ մեկի հետ խոսելու։ Ընտանիքը լսեց միայն լռություն, եւ դա ավելի ահավոր էր, քան ցանկացած լաց կամ բարկություն։ Բայց արդյոք Սահակյանը իսկապես հեռացավ պարզապես առողջական պատճառներով, ինչպես պաշտոնական հայտարարությունները նշում էին, թե կար ուրիշ բան, ինչը ստիպեց նրան լքել իշխանությունը հենց այն պահին, երբ երկիրը արդեն կանգնած էր հեղափոխության շեմին։ Այն, ինչ քիչերը գիտեն, բայց ինչը տարալուծվում է բազմաթիվ վկայություններից, որոնք հավաքվել են վերջին 5 տարիներին, սա այն է, որ Սահակյանը եղել է վերջին զոհը այն համակարգի ներսում, որը դավաճանում էր իր սեփական անդամներին, երբ նրանց այլևս կարիք չկար։ 2015-ից սկսած, երբ նա դարձավ խորհրդարանի նախագահ, նա սկսեց նկատել, որ իր որոշումները այլևս չեն կատարվում այնպես, ինչպես նախկինում։ Հանձնարարականներ, որոնք նա տալիս էր իր թիմին, չեն կատարվում կամ կատարվում են ուրիշ ձևով, ինչպես թե որևէ մեկը ուղղում է նրա ուղղությունը։ Նա սկսեց զգալ, որ երբեմնական ուժը, որը եկավ նրա պաշտոնից, արդեն դադարել է լինել իրական։ Հանդիպումներում, որոնց նա նախագահում էր, մարդիկ սկսեցին խոսել ոչ թե նրա, այլ ուրիշների անունից։ Հեռախոսազանգեր, որոնք մինչ այդ եկել էին առաջին հերթին, այժմ եկավ ուշ, երբ արդեն որոշումները կայացված էին։ Եվ սա ամենացավոտ ազդանշանն էր համակարգում, երբ դու դադարում ես լինել անհրաժեշտ, երբ քո անունը դադարում է լինել այն, ինչը բացում է դռները, երբ դու դառնում ես ոչ թե լծակ, այլ զարթանք, որը կարող է հեշտությամբ փոխարինվել։ Հանրապետական կուսակցության ներսում Սահակյանի դիրքերը սկսեցին թուլանալ 2016-ից, երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ եւ բերեց իր թիմը։ Կարապետյան, ով եկավ Գազպրոմի համագարկից եւ ուներ սեբական գաբերը Մոսկվայի հետ, չբահանջեց Սահակյանի ուղղությունը։ Նա գործեց անկախ։ Եվ հենց այդ անկախությունը ցույց տվեց Սահակյանին, որ խաղի կանոնները փոխվել են։ Բայց ավելի վատը եղավ այն, որ Սերժ Սարգսյանի անձնական շրջապատից մարդիկ, նրանք, ում հետ Սահակյանը աշխատել էր տասնամյակներ, սկսեցին հեռու մնալ նրանից։ Հեռախոսազանգերը, որոնք մինչ այդ պատասխանվում էին ակնթարթորեն, այժմ մնում էին անպատասխան։ Հրավիրումները, որոնք մինչ այդ եկել էին առաջին հերթին, այժմ դադարեցին գալ։ Եվ սա ամենավստահ նշանն էր, որ համակարգը որոշել է, որ Սահակյանի ժամանակը ավարտվել է։ Բայց ինչու՞։ Ինչի համար։ Ինչ էր փոխվել։ Պատասխանը գուցե կայանում է նրանում, որ Սահակյանը գիտեր շատ, տեսել էր շատ, եւ համակարգում, որտեղ գաղտնիքները են իշխանության հիմքը, մարդը, ով գիտի շատ, դառնում է վտանգ, երբ նա այլևս պաշտպանված չէ իր պաշտոնով։ 2017-ի մայիսից հետո, երբ Սահակյանը հեռացավ խորհրդարանի նախագահի պաշտոնից, նա սպասում էր, որ համակարգը կպահպանի նրան, ինչպես պահպանել էր ամբողջ նրանց, ովքեր ծառայել էին հավատարիմ։ Բայց դա չեղավ։ Նրան թույլ տվեցին մնալ հանրապետականի փոխնախագահ, բայց սա պաշտոն էր առանց իմաստի, տիտղոս առանց իշխանության, անուն առանց նշանակության։ Եվ երբ 2018-ի ապրիլին հեղափոխությունը ծածկեց Երևանը, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ պահանջելով վերջ տալ հին համակարգին, Սահակյանը տեսավ, թե ինչպես են իր նախկին ընկերները, նրանք, ում հետ նա կիսել էր իշխանությունը 30 տարի, սկսում են փախչել, թաքնվել, մերժել իրենց անցյալը։ Բայց ով կպաշտպաներ նրան, եթե ժողովուրդը պահանջեր նրա անունը որպես ալդի համակարգի անդամի։ Ով կմնար նրա կողքին, երբ բոլորը փախչում էին փրկելու իրենց ապագան։ Պատասխանը եղավ ոչ ոք։ Համակարգը, որին նա ծառայել էր ամբողջ կյանքը, լքեց նրան այն պահին, երբ նա ամենաշատն էր պահանջում պաշտպանություն։ Եվ սա վերջնական դավաճանությունն էր։ Ոչ թե թշնամու կողմից,
այլ այն մարդկանց կողմից, ում համար նա զոհել էր իր առողջությունը, իր ընտանիքը, իր խղճմտանքը։ Բայց հարց մնում է. արդյոք Սահակյանը ինքը դավաճանեց կամ ինքն է եղել դավաճանված։ Եվ կա արդյոք տարբերություն, երբ պատմությունը գրվում է հաղթողների կողմից։ Երբ խոսում ենք վերջին վկաների մասին, ովքեր տեսել են Գալուստ Սահակյանին նրա վերջին տարիներին քաղաքական կյանքում, մենք պետք է լսենք ոչ թե պաշտոնական հայտարարությունները, որոնք պարունակում են միայն ընդհանուր բառեր իր ծառայության եւ առաքինության մասին, այլ այն մարդկանց, ովքեր տեսան նրա իսկական դեմքը, երբ կամերաները անջատված էին եւ դռները փակված։ 3 մարդ, ովքեր աշխատել են Սահակյանի հետ նրա վերջին տարիներին խորհրդարանում, համաձայնել են խոսել առաջին անգամ պայմանով, որ նրանց ինքնությունը մնա անհայտ։ Այս վկայություններն այսօր առաջին անգամ հրապարակվում են, եւ դրանք թերևս ավելին են պատմում իրական Սահակյանի մասին, քան ցանկացած պաշտոնական կենսագրություն։ Առաջին վկան, խորհրդարանական օգնական, ով աշխատել է Սահակյանի գրասենյակում 2014-ից մինչև 17-րդ։ Հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 2016-րդի աշնանը։ Սահակյանը կանչել էր նրան իր գրասենյակ ուշ երեկոյան, երբ բոլորը գնացել էին տուն, եւ ասել էր. «Դու տեսնում ես այն բոլորը, ովքեր շրջապատում են մեզ այսօր, բոլոր այն դեմքերը, որոնք ժպտում են եւ ողջունում են ինձ։ Գիտես, թե ինչ կփոխվի, երբ ես այլևս չեմ լինի այս աթոռին։ Ոչինչ։ Նույնիսկ արձանագրությունները, որտեղ գրված է իմ անունը, կվերագրվեն ուրիշներին, որովհետև համակարգում, որտեղ ես ապրել եմ, անհատները փոխարինելի են, միայն համակարգն է անփոխարինելի»։ Օգնականը ասում է, որ Սահակյանի ձայնը այդ պահին չէր դառնություն, այլ ընդունում, ինչպես մարդը, ով արդեն տեսել է վերջը եւ չի փորձում խուսափել դրանից։ Երկրորդ վկան, բժիշկ, ով բուժել է Սահակյանին նրա վերջին տարիներին, հիշում է, որ նա երբ տեսավ բժշկական վիճակագրությունը, հասկացավ, որ Սահակյանի մարմինը արդեն ապրում էր փոխառված ժամանակով։ Նա ասում է. «Ես նրան ասացի, որ եթե նա չդադարեցնի այդ տեմպը, եթե նա չհանգստանա, եթե նա չհեռանա սթրեսային իրավիճակից, ապա նա ունի ոչ ավելի քան 2 տարի։ Բայց նա պատասխանեց ինձ մի բանով, որը ես երբեք չեմ մոռանա։ Ասաց. 2 տարի բժիշկ, բայց ես արդեն ապրել եմ 30 տարի այնպես, որ ամեն օր էր վերջինը, եւ թերևս դա միակ ձևն է, որ մարդը կարող է ապրել համակարգում, որտեղ յուրաքանչյուր օր կարող է դառնալ քո վերջինը, եթե դու սխալ քայլ անես»։ Բժիշկը ասում է, որ նա փորձեց համոզել Սահակյանին մեկնել արտերկիր լիարժեք բուժման համար, բայց Սահակյանը մերժեց, ասելով, որ նա չի կարող լքել երկիրը այն պահին, երբ ամեն ինչ անկայուն է։ Եվ հիմա, ասում է բժիշկը, երբ նայում եմ հետադարձ, հասկանում եմ, որ նա գիտեր ավելին, քան ասում էր։ Նա գիտեր, որ երկիրը գնում է դեպի ճգնաժամ, եւ նա չէր ուզում լինել այնտեղ, երբ այն տեղի կունենար։ Ոչ թե վախկոտությունից, այլ քանի որ հասկանում էր, որ նա այլևս չուներ ուժ պաշտպանել ինքն իրեն այն փոթորկի ընթացքում, որը գալու էր։ Երրորդ վկան, հանրապետական կուսակցության մի անդամ, ով մերձավոր էր Սահակյանին տասնամյակներ, բայց որի անունը չի բացահայտվում անվտանգության պատճառներով։ Հիշում է վերջին հանդիպումը Սահակյանի հետ 2018-րդի մարտին, պարզապես մի շաբաթ առաջ, քան հեղափոխությունը սկսվեց Երևանի փողոցներում։ Նրանք նստած էին Սահակյանի տանը, եւ Սահակյանը խոսում էր այն մասին, թե ինչ տեսավ իր կյանքում։ Նա ինձ ասաց, հիշում է վկան, որ ամենավատ բանը, որ կարող է պատահել քաղաքական գործչի հետ, սա չէ մահը, չէ բանտը, չէ նույնիսկ մոռացվելը։ Ամենավատը սա է, երբ դու հասկանում ես, որ ամբողջ քո կյանքը ծառայել ես մի համակարգի, որը երբեք չէր հոգում քո մասին, որը օգտագործել է քեզ, մինչև դու օգտակար էիր, եւ հետո թողել միայնակ, երբ քո ժամանակը սպառվեց։ Այս վկայություններն առաջին անգամ հրապարակվում են եւ բացահայտում են այն Սահակյանին, ում մասին պաշտոնական պատմությունը երբեք չխոսեց։ Ոչ թե հերոսի, ոչ թե չարագործի, այլ մի մարդու, ով ծառայեց համակարգին հավատարիմ եւ վերջում իմացավ, որ համակարգում հավատարմությունը միակողմանի է։ Երբ դու տալիս ես ամեն ինչ, համակարգը վերցնում է, բայց երբ դու խնդրում ես իդ մի փոքր պաշտպանություն, համակարգը լռում է։ Եվ սա ապացույցն է ոչ թե Սահակյանի անձնական ճակատագրի, այլ ամբողջ այն համակարգի, որը կառուցվել էր Հայաստանում տասնամյակներ։ Համակարգ, որը կենդանացել է անհատների արյունով, ապրել է նրանց ծառայությամբ եւ վերջում թողել է նրանց մենակ,
երբ նրանց պատմությունը դարձավ բեռ, ոչ թե ակտիվ։ Բայց հարց, որը մենք չենք կարող խուսափել այստեղ, վերջում սա է. արդյոք մենք պետք է կարեկցենք Սահակյանին, մարդուն, ով իր սեփական ընտրությամբ մտավ այդ համակարգ եւ ծառայեց դրան 75 տարվա մինչեւ իր վերջին շունչը։ Թե մենք պետք է տեսնենք նրան որպես ակնհայտ օրինակ այն ամենի, ինչ սխալ է քաղաքական համակարգերում։ Երբ Գալուստ Սահակյանը մահացավ 2022 թվականի դեկտեմբերի 18-ին, 74 տարեկան հասակում, Հայաստանի լրատվամիջոցները հրապարակեցին համառոտ հոդվածներ նրա կյանքի եւ կարիերայի մասին։ Նրանք գրեցին Հանրապետական կուսակցության փոխնախագահի, Ազգային ժողովի նախկին նախագահի, 35 տարի քաղաքականության մեջ եղած գործչի մասին։ Բայց նրանք չգրեցին այն մասին, թե ինչ տեղի ունեցավ նրա ընտանիքի հետ այն տարիներին, երբ նա արդեն հեռացել էր իշխանությունից եւ ապրում էր Երևանում իր տանը, մենակ իր հիվանդության եւ հիշողությունների հետ։ Նրա ամուսինը եւ երկու որդիները երբեք չեն տվել հրապարակային հարցազրույց։ 2018-ից հետո, երբ Թավշյա հեղափոխությունը փոխեց իշխանությունը եւ Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ հայտնվեցին հետաքննության ներքո, Սահակյանի ընտանիքը մնաց բացի այդ գործընթացներից։ Ոչ ոք չխուզարկեց նրանց, ոչ ոք չմեղադրեց նրանց, ոչ ոք չհարցաքննեց։ Եվ սա գուցե ապացույցն է, որ Սահակյանը թեև մասնակից եղավ համակարգին, երբեք չօգտագործեց իր պաշտոնը անձնական հարստացման կամ ընտանեկան կլանների կառուցման համար։ Նա ապրեց եւ մեռավ որպես ֆունկցիոներ, ոչ թե որպես օլիգարխ։ Բայց նրանք, ովքեր շուրջ էին Սահակյանի, ովքեր օգտվեցին նրա համակարգային դիրքից, ովքեր կառուցեցին ամբողջ կայսրություններ այն տարիներին, երբ Սահակյանը ապահովում էր խորհրդարանական կայունությունը, նրանք շարունակեցին ապրել, բարգավաճել եւ փոխել իրենց դերերը նոր իշխանությունների հետ։ Անուններ, որոնք մենք չենք կարող բացահայտել ընթացիկ իրավական սահմանափակումների պատճառով, բայց որոնք հայտնի են յուրաքանչյուր հայի, ով հետևում էր քաղաքականությանը այն տարիներին։ Երբ պատմությունը գրվում է, երբ արխիվները բացվում են, երբ փաստաթղթերը դարձվում են հասանելի, գուցե ապագա սերունդը կհասկանա, թե ինչ էր իրականում Սահակյանը։ Ոչ թե հերոս, ոչ թե չարագործ, այլ մարդ, ով ընտրեց համակարգը եւ ծառայեց նրան, մինչեւ այն պահը, երբ համակարգն ինքն իրեն այլևս պետք չէր նրան։ Եվ գուցե հենց սա է ամենաարժեքավոր դասը, որը մենք կարող ենք քաղել նրա պատմությունից։ Համակարգերը անցնում են, բայց անհատները մնում են միայնակ իրենց ընտրությունների հետ։